Տիրոջ անունը փառաբերենք, քուրոջան եղբայրներ ջան, Աստված օրհնի բոլորիս։ Իրոք է փառք ամենակալ Տիրոջը, որ Աստված այս շաբաթը մեզ պահեց։ Սա իրեն մեծ ողորմություն, մեծ շնորհ է։ Շատ անգամ մտածում եմ Աստված ինչի համար է մեզ կյանք տալիս։ Այսօր նայում եք շատ անձնավորություններ, մեկը ժամանակի ընթացքում, մեկը անժամանակ կյանքից հեռանում են։ Ու նպատակը միայն մեկն է, որ մենք լուրջ ապաշխարենք։ Ասո առաջի և միակ նպատակը սա է, որ մարդը ժառանգի հավիտենական կյանքը։ Ասուն չի հետաքրքրում քո երկրային կյանքի խնդիրները, պրոբլեմները, իրան հետաքրքրում է մեկ բան, որ դու հավիտյանս ապրես իրեն հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ որ մենք կարդում ենք Աստված ամեն բան արեց, չկա բան, որ պակաս լինի։ Եվ խաչի վրա Տեր Հիսուս Քրիստոս ասեց, ամեն բան կատարվեցավ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուրեմն նախապես ուզում եմ հայտարարել ամսու նոյեմբերի 7, 8, 9 հայտարարված է ծոմապահություն։ Եվ այդ ծոմի նպատակը մեր ընտանիքների սրբության եւ եկեղեցու սրբության համար եւ ազգը։ Եվ սրա համար այսօր իմ սրտին տրված է խոսել ծոմապահության վրա։ Ծոմ եւ աղոթք։ Քուրես ջան, եղբայրներ ջան։ Ուղղակի կուզեի, որպեսզի ամեն մեկս լուրջ ուշադրություն դարձնենք այդ ծոմ հասկացողության վրա։ Շատ անձնավորություններ, երբ որ այսօր նայում ենք, իրենց կյանքի մեջ ծոմ չկա։ Շատերի կյանքի մեջ աղոթք չկա։ Բայց երբ որ մենք նայում ենք առաջնային խնդիրները լուծվել են ծոմի հետևանքով։ Եվ այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու խորը մտածենք այս մասին։ Հիշում եք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, բազում տեղեր խոսում է ծոմապահության վրա։ Եսայի մարգարեության 58-րդ գլուխը ամբողջովին նվիրված է ծոմին։ Եվ այսօր թող Աստված օգնական լինի, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ վիճակին։ Քուրես ջան, եղբայրներ ջան, կարդում եմ մեկ համար Սաղմոս 2-ն հետևյալն ասում ինձ եւ քեզ։ Ուշադրություն դարձրեք 17-րդ Սաղմոսի առաջի համարում գրված հետևյալը. Փրկիր Տեր, որովհետև սուրբերը պակասեցան, որովհետև հավատացյալները քչացան մարդկանց որդիների միջից։ Մի պիտի ասենք ինչ կապ ունի այս համարը ծոմապահության վրա։ Ուղղակի ուզում եմ խորենք եւ մտածենք սուրբերը եւ հավատացյալները ինչ կյանք են ապրում։ Եվ ինքը Տեր Հիսուս Քրիստոս օրինակ եղավ մեզ ամեն մեկիս։ Առաջի Պետրոս առաջի գլուխ 15 համար, երբ որ մենք կարդում ենք, Պետրոս առաքյալը սա էր ակնարկում. Ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում։ Ուղղակի ուզում եմ տեսնենք Հիսուս Քրիստոսի վարմունքը։ Դա գրված է, որ Հիսուս ամբողջ օրը ժողովրդին սորացնում էր, բժշկում էր, գիշերներն անցնում էր աղոթքի։ Եվ հիշեք, ամենակալ ասված Մատթեոս ավետարան 4 գլխի մեջ կամ մյուս ավետարանի մեջ խոսում է Քրիստոսի ծոմապահության վրա։ 40 օր ինքը ծոմ պահեց։ Եվ որն է ծոմի նպատակը։ Այսօր հարցը հետևյալն է, ինչու համար ես պիտի ծոմ պահեմ, որն է նպատակը։ Քուրես ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստված Տեր Հիսուս Քրիստոսը ծոմապահության մեջ ցույց տվեց, որ մարդը ի վիճակի է դեմ տնելու մարդկային բոլոր զգացմունքներին։ Եվ հետաքրքիր է, Պողոս առաքյալը, որ մենք խոսում ենք իրեն վրայով, առաջի Կորինթացի 9-րդ գլուխ 27 համարում ինչ էր ասում։ Ես իմ անձս կճնշեմ։ Ինչով էր ճնշում։ Այսինքն ինքը անձի դեմ կռիվ էր հայտարարել, եւ անձի դեմ կռիվը սա է ծոմը։ Եվ ինքը Տեր Հիսուս Քրիստոս ցույց տվեց մարդուց համար ամենակարևորագույն զգացմունքների կամ վիճակի մեջ մարդը կարող է դիմակայել եւ հաղթել։ Այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու խորը մտածենք։ Մենք շատ անգամ ասում ենք, պարտվում ենք, ինչի՞։ Որն է պատճառը։ Որտեղ այսօր մենք կռիվ չենք տալիս։
Եթե իմ եւ քո սիրտը հնարավոր լիներ բացել եւ տեսնել այնտեղ, մեր ամեն մեկի կյանքի մեջ կա կռիվ։ Բայց ինչ կռիվ է։ Մարդկանց հետ, երևույթի թեմ, վիճակների թեմ, բայց ասոյ բուն նպատակը սա է, առաջնային կռիվը քո անձի թեմ։ Գաղատացիս թղթերի մեջ երբ որ մենք կարդում ենք գրված է մարմինը հակառակ է հոգուն եւ հոգին հակառակ է մարմինին եւ սրանք երկուսը իրար հակառակ են։ Այսօր մարդու մեջ այս բնությունը կա, որի կողքը որ կանգնար, սա էլ պիտի հաղթե։ Իսկ կողք կանգնել չի նշանակում լոկ միայն ասել, թե ես միայն սրան համաձայն եմ։ Դու պիտի դեմ տնես այն մեկին, պիտի կրվես այդ մեկի դեմ։ Եվ սրա համար ես կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք ծնողապահության վրա։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք։ Կարդամ հետևյալը։ Մենք շատ անգամ այս համարը մեջ բերում ենք անում երկրորդ մնացորդած 7-րդ գլխի 14 համարը շատ անգամ օգտագործում ենք հետևյալի վրա, որ Աստված մեզ հայերիս որպես իրեն ազգը կանչե, բայց ինքը որդորում ասում է հետևյալ միտքը 7-րդ գրված է. «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհություն, աղոթ կանե, իմ երեսը խնդրե, իրեն չար ճանապարհներից ետ դառնա, այն ժամանակ կլսեմ երկինքից, կներեմ նրանց մեղքերը, կբժշկեմ նրանց երկիրը»։ Ուշադրություն դարձրեք, մեր կողմը որն է, գրված է իրենց չար ճանապարհներից ետ դառնա։ Ինչ եք մտածում։ Այստեղ չար հասկացողության տակ մենք ինչ ենք տեսնում։ Մեր սրտի ուզածը, մեր ցանկությունները։ Իսկ հարց եմ տալիս. հեշտ է այդ վիճակը մերժել։ Այսօր լինում է պարակապոր անձնավորության հետ խոսում ես, ասում ես պիտի այս ամենը թողնես։ Ինքը ասում է, ուզում եմ թողնել, ասում եմ, ուզում ես աղոթենք։ Բայց նայում ես սրտի մեջ կասկած կա, ինքը չի ուզում, ինքը այդ վիճակից չի ուզում ազատագրվել։ Ինքը սիրում է այդ վիճակը։ Բազում անգամ քարոզվել է Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28 համար։ Եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ։ Այսօր ինչի մարդը չի գալիս, որն է պատճառը։ Շարունակության մեջ գրված է, եւ ես ցես հանգստություն պիտի տամ։ Եթե այսօր հրավեր կուղեն եւ ասեն, թե աշխարհի ամենալավագույն հանգստյան տունը անվճար ուղեկիր պիտի տան, որ գնաս հանգստանաս, ամեն մեկ անձնարություն կուզեր։ Հիմա այստեղ առաջնային խնդիր, ինչու համար մարդը չի ուզում գալ, եւ որն ասոյ խոսքի բուն հիմք է այստեղ։ Եթե դու այսօր մեղքի կյանքից զզված ես, հոգնած ես, դու երբեք չես գա Քրիստոսին։ Մարդը պիտի հոգնի այդ կյանքից։ Հոբը 10-րդ գլխի առաջի համարում է սևի մի հատ միտք ուներ գրված։ Հոգիս կյանքիցս զզվելը։ Եթե մարդը զզվել է այդ վիճակից, հարց եմ տալիս, ուրիշ մեկ վիճակ պիտի փնտրի, թե չէ։ Թողտեր օգնական են, չեմ ուզում շեղվել եւ ուղղակի ուզում եմ լուրջ ուշադրություն դարձնենք։ Այսօր մեր կյանքի մեջ բացակայում է ծոմը։ Եթե ինձ եւ քեզ հարցնեն եւ ասեն, թե իշքան ես ամսվա մեր ծոմ պահում, եւ իշքան է ծոմիդ հարատեվությունը։ Այսօր մարդիկ կան ծոմ հասկացողությունը, գիշերը հաց ուտում են, ասում են ծոմ եմ մտե, առավոտ հաց չի ուտում, ճաշին մի հատ լավ ճաշ է անում։ Սա ծոմ չէ։ Առաջի ծոմը մարդը մեղքը պիտի չուտի։ Մեղքի հետ հարաբերություն պիտի չունենա։ Առաջի ծոմը, երբ որ մենք կարդում ենք, ուշադրություն դարձեք Եսայի մարգարեության 58-րդ գլուխը, ինչը մեզ ամեն մեկից սովորեցնում։ Նայեք ինչ է գրված։ Շատերը առաջնային խորում մտածում են, թե ծոմը միայն հաց չուտելը եւ ջուր չխմելն է։ Ոչ, սիրելիս։ 58-րդ համարի մեջ գրված է. ինչու մենք ծոմ ենք պահում եւ դու չես տեսնում։ Մենք ճկնում ենք մեր անձերը եւ դու չգիտես։ Ահա ձեր ծոմը, որ բաղցանք եք կատարում եւ ձեր բոլոր աշխատողներին նեղում եք։ Շարունակության մեջ նույն միտքը բերում հասնում են վիճակին։ Մենք այսօր ծոմի մեջ հարց եմ տալիս. ինչ կյանքով ենք ապրում։ Եվ բազում անգամ ես անդրադարձել եմ այս համարին մեկ թարգմանություն կա, որտեղ որ գրված է հետևյալը ծոմի վրայով. պատրիր անիրավության մուրհակները։ Եթե այսօր դու ծոմ ես պահում եւ քո սրտի մեջ կա խնդիր, ինչպես որ Մատթեոս ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը հորդորում էր ասելով հետևյալը 5-րդ գլխում գրված էր 23-24 համարները. Արդ եթե սեղանի վրա մատուցանես քո ընծան եւ այնտեղ հիշես
թե քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի, թող այնտեղ կոնցան սեղանը առաջին եւ գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ եւ հետո եկ ընծան մատուցածու։ Պատրիր անիրավության մուրհակները։ Ասո նպատակը հետեւյալն է, որ իմ եւ քո սրտի մեջ անիրավություն չլինի, որ իմ եւ քո սրտի մեջ որից է մեկ անձի վրայով անիրավություն չլինի։ Այսօր հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Երբ որ որից է մեկ այդ խնդիրս ունենում, կամ պրոբլեմ, ներում եք, բայց հարցի երկրորդ կողմն եմ ուզում տեսնենք։ Այդ անձնավորության արած ոչ ճիշտ քայլը քո սրտի մեջ մնում է թե չէ։ Երբ որ մենք կարդում ենք Հիսուս Քրիստոս մեզ ինչ է սովորեցնում, Սաղմոսների մեջ, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստծոյ, բու նպատակը սա է, որ այս որակը մենք ունենանք, ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում։ Ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Ուշադրություն դարձրեք Սաղմոս 2-ն ինչ է մեզ սովորեցնում։ 103-րդ Սաղմոսի 8-9 համարները եւ 10 համարը։ 103-րդ Սաղմոսի 8-ից 10 համարները։ Բարեկուտ եւ ողորմած է Տերը։ Երկայնամիտ բազմակուտ։ Նա չի պարկանալ, ողջ չի պահել հավիտյան։ Նա չի անում մեզ մեր մեղքերի համեմատ եւ չի ատուցանում մեզ մեր անօրենությունների համեմատ։ 9-րդ համարում ինչ ասում։ Նա չի պարկանալ, ողջ չի պահել հավիտյան։ Հիմա հարց եմ տալիս։ Ողակալ անձնավորությունը երկինք կմտնի թե չէ։ Հիմա ող ինչ ենք հասկանում։ Եղբայրս քույրս, եթե դու եղբոր կամ քրոջ հարազատի հարևանի վատ արարքը քո սրտի մեջ պահում ես, սա ողջ է։ Ամենակալ Աստված Եզեկիել մարգարեության 36-ի 26 համարի մեջ հետևյալն է ասում. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ»։ Հիմի հարցը հետևյալն է, նոր սրտի մեջ ողակալություն կա։ Իհարկե ոչ։ Եվ այսօր ծոմի ժամանակ ամենակալ Աստված առաջին ուզում է սա, որ որից է մեկի այդ խնդիր չունենաս, որ որից է մեկի հանդեպ անիրավության մուրակ չունենաս։ Եթե ոչ, քո ծոմը կամ աղոթքը պատասխան չի ունենում։ Եվ հարցը հետևյալն է, մենք ինչու համար ենք ծոմ պահում, որն է ծոմի բուն նպատակը։ Այսօր ուղղակի կուզեմ, որից է մեկին ի նկատի չունեմ, առաջին իմն է խոսքը, ինձ է ուղղված։ Մենք երբ ենք ծոմ պահում։ Մենք ծոմ ենք պահում, երբ որ առողջական խնդիր կա, նյութական պրոբլեմներ կա, ինչ-որ դժվարություն կա, այդպես է թե չէ։ Բայց երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձրեք, ծոմի մասին խոսում է ինքը Տեր Հիսուս Քրիստոս։ Մատթեոս ավետարան 9-րդ գլուխ 14 համարի մեջ գրված է, որ Հովհաննեսի աշակերտները մոտեցան եւ ասեցին Հիսուսին. «Մենք եւ փարիսեցիները ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում»։ Ինչու՞։ Հիսուս ինչ պատասխանեց։ Եվ Հիսուսը նրանց ասաց. «Միթե կարող են հարսանիքի որդիկը սուկ անել, քանի որ փեսան նրանց հետ է, բայց օրեր կգան, որ փեսան նրանցից վեր կառնվի, եւ այն ժամանակ ծոմ կպահեն»։ Այսինքն, այս նախատեսությունը, եթե մենք հետ վերլուծենք, գալիս է հետեւյալը. երբ որ փեսան քեզ հետ չէ, նոր այդ ժամանակ պիտի ծոմը պահես։ Հիմա հարցը հետեւյալն է, եղբայրս քույրս, Աստված մեզ հետ է թե չէ։ Հիշում եք, անցած պաշտամունքին ես անդրադարձա Հովանու ավետարանի մեջ գրված հետեւյալ տողերին, որտեղ որ ինքը Տեր Հիսուս Քրիստոսը ինչ էր մեզ ամեն մեկի սորացնում, 8-րդ գլխում գրված էր 29 համարից. «Եվ ինձ ուղարկող ինձ հետ էր»։ Հիմա հարցը հետեւյալն է, այսօր մեր կյանքի մեջ Քրիստոս կյանքը չկա, մենք Քրիստոսի հետ հարաբերությունը խզել ենք, բայց համար մենք չենք ողքում։ Բայց խնդիր կա երեխայի հետ, խնդիր կա ընտանիքի մեջ, նյութականը, մարմնավորն է, ֆիզիկականը, չգիտեմ ինչեր է, սրա համար մենք ծոմ ենք պահում։ Հիշեք 44 օրվա պատերազմը։ Իրոք ազգի համար դժվարություն էր, շատ-շատերը ծոմ էին պահում ենել երկար։ Պատերազմը վերջացավ նաև ծոմը։ Եղբայրս քույրս, այսօր Աստծո նպատակը հետևյալն է, որ դու Աստծո հետ լինես, երկինք ժառանգես։ Սկզբից ասացի, Աստծուն չի հետաքրքրում քո մարմնավոր պրոբլեմներն ու խնդիրները։ Իրան առաջինը հետաքրքրում է
քո եւ իրեն հարաբերությունը։ Քո եւ իրեն հարաբերությունից հետո մնացածը կտրվի։ Խնդրեք երկինքի արկայությունը, անոր արդարությունը, մնացածը ինքնըստինքյան հետևանքն է սրա, կտրվի քեզ։ Ես չեմ ասում նյութականի երեխայի, որից է մեկ խնդրի մեջ ծոմ չպայես, ոչ սիրելիս, այլ իմ խոսքի հիմքում ընկած է առաջնայինը, ինչի համար ես պիտի ծոմ պայեմ, առաջինը, Աստծո հետ հարաբերության։ Հիշում եք, ներողություն, Առակաց գրքի մեջ Սողոմոնն ինչ էր ասում, Աստված արտարի աղոթքը կլսե։ Իր նպատակը, որ դու արտար լինես, իր նպատակը, որ իրեն հետ լինես։ Եվ սրա համար ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում է, որ մենք իրոք կարողանանք ծոմ պահել։ Երբ մենք պիտի ծոմ պահենք, առաջինն է, որ քո եւ Աստծո հարաբերությունը խզված է։ Երկրորդը, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք սրա մասին լուրջ պիտի ուշադրություն դարձնենք։ Այսօր լինում է պարականներ, հենց սկզբից ասեցի, որ մենք մարմնավորի մասին ավելի շատ ենք մտածում, քան թե հոգևորի։ Սիրելի քույրս, եղբայրս, այսօր ծոմիդ առաջնային խնդիրը սա պիտի լինի, անձից սրբությունը։ Կորինթացիս թղթերի մեջ մենք կարդացինք Պողոս առաքյալը իրեն անձի վրա հետևյալն էր ասում. Ես իմ անձս կչնշեմ ու կնվաճեմ, որ ուրիշներին քարոզելով ինքս խոտելի չգտնվեմ։ Կամ առաջի Տիմոթեոս թղթի մեջ, երբ որ մենք կարդում ենք 4-րդ գլխում, ինքը ամենակալ Աստված ինչ է հորդորում մեզ ամեն մեկից 16 համարի մեջ. զգուշ կաց անձիդ եւ վարդապետությանդ եւ դրանում հարատևիր, որովհետեւ այդ անելով քո անձն էլ կապրեցնես եւ քեզ լսողներին։ Զգուշությունը քո անձին։ Ինքը Պողոս առաքյալը կռիվ էր տալիս անձին։ Բուն նպատակը, որպեսզի անձը մնար սրբության մեջ։ Բայց իմ հարցը ուղղակի ուզում եմ ճիշտ նայենք, որից մեկս մեզ ավելի լավ գիտենք, քան թե մեկ ուրիշը։ Սիրելի քույր, սիրելի եղբայր, երբ որ հոգևոր տկարություն ունես եւ մարմնավոր տկարություն, որի ժամանակ ես դու ավելի շատ ընկնում Տիրոջ առաջին, որի ժամանակ ես ավելի շատ աղոթք անում եւ որի ժամանակ ես դու ծոմ պահում։ Այսօր Աստծո նպատակը սա է, որ ես եւ դու կարողանանք սրա մասին լուրջ մտածենք։ Ինչի համար պիտի ծոմ պահեմ։ Իմ ընտանիքի սրբության եւ փրկության համար։ Եթե այսօր իմ ընտանիքը պիտի չփրկվի, որն է իմ ապաշխարության նպատակը։ Այսօր լինում է պարակա, մարդիկ խորում մտածում են ասելով, թե ուշը չի ապաշխարի, այսքան խոսել ենք, սիրելիս, երբ ես դու այդ ողբը արել։ Բազում անգամ սա ասել եմ, մեկ անգամ ես վկայություն տվեցի Կիրովականի մեր ավետիս եղբայրը ինչ ասեց։ Իր մայրը 34 տարի աղոթել է իրեն եղբոր համար։ Երբ որ մայրը մահացել է, եղբայրն ապաշխարել է։ 34 տարի։ Այսօր մենք կարճ աղոթք ենք անում, չի ստացվում, դատարում ենք աղոթքից, դատարում ենք ծոմ պահելուց։ Սիրելի քույրս, այսօր դու պիտի հավատաս սրան, որ ինքը ամենակալ Աստված կանգնած էր այն խոսքի հետևում։ Ուշադրություն դարձեք, ցույց եմ տալիս տեղեր, որտեղ որ ամենակալ Աստված ցույց է տալիս այդ ծոմապահության արդյունքը։ Հիշում եք, առաջինը ուզում եմ անդրադառնալ Հովնան մարգարությանը։ Ամենակալ Աստված Հովնանին ուղարկեց, որ Հովնանը գնա եւ քարոզի Նինվեի համար, որտեղ Նինվեի չարությունը բարձրացել էր երկինք։ Գրված է Հովնանը փախավ Թարսից, բայց Աստված բերեց նորից Նինվե։ Ուղղակի 3 անձնավորություններ ուզում եմ իրար հետ համեմատենք։ Առաջինը Հովնան, երկրորդը Նոյ եւ երրորդը Ղովտ։ Աստծո խոսքի մեջ գրված է Նոյի համար արտարության քարոզիչը։ Ղովտի համար գրված է արտար Ղովտը։ Հիմա շատություն դարձեք Նոյին եւ Հովնանին, եթե իրար հետ համեմատենք, հարց, որն է հոգեվորապես բարձր։ Նոյը թե Հովնանը։ Հովնանը, երբ որ եկավ, ճիշտ է, Սուրբ Գրքի մեջ գրված է, որ Հովնանի քարոզից Նինվեի բնակչությունը դարձավ զղջաց եւ այդ փրկությունը ստացավ։ Բայց ուշադրություն դարձեք Հովնանի քարոզի բուն միտքը դեռ 40 օր կա եւ Նինվեն պիտի կործանվի։ Այսինքն Հովնանը չի քարոզում մարդկանց, որ մարդիկ ապաշխարեն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այս վիճակը ուղղակի ուզում եմ տեսնենք եւ հասկանանք Հովնանի միջոցով չէ որ
Նինվեի բնակչությունը թողություն ստացան։ Որտեղ Հովնանի սրտի մեջ սա էր, դառնություն։ Ինքը չէր ուզում գար Նինվե, որպեսզի Նինվեի բնակչությունը մեռներ։ 4-րդ գլխի առաջի համարից, երբ որ մենք կարդանք, Հովնանի կռիվը Աստծոյի հետ է, եւ Հովնանը տրտմեց մեծ տրտմությունով, զայրացավ։ Ում թե մեր զայրացը։ Եվ աղոտ կարավ Տիրոջ եւ ասաց. «Ով Տեր, սա չէր իմ խոսքը, քանի դեռ որ իմ երկրում էի, դրա համար աճապարեցի, որ փախչեմ Թարսիս, որովհետեւ գիտեի, որ դու ողորմած, գտած, երկայնամիտ, բազմողորմ Աստված ես եւ կզղջաս չարիքի համար։ Եվ հիմա ով Տեր, աղաչում եմ, առ հոգիս ինձանից, որովհետեւ մեռնելս ապրելուցս լավ է։ 120,000 մարդ փրկվել է, ինք ուզում է մեռնել։ Ինչի՞։ Իր սրտի մեջ այդ քենախնդրությունն էր։ Անիրավության մուրհակը պատրած չէր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, բայց ուշադրություն դարձեք, անդրադառնում եմ Նինվեի բնակչությանը։ Ինչի հետևանքով Աստված ողորմություն արեց։ Գրված է, որ մարդիկ միջև անգամ անասունները ոչ կերան, ոչ էլ խմեցին։ Հետաքրքիր է, այդ ժամանակահատվածում ստամոքսով հիվանդներ եղել են, թե չէ։ Շաքարով։ Պրոբլեմ ունեցողներ եղել են, թե չէ։ Կամ Նինվեի մեջ այդ ժամանակահատվածում նորացին երեխաներ եղել են, թե չէ։ Որից է մեկը ոչ կերավ, ոչ էլ խմեց։ Գրված է հետևյալը. «Եվ կանչել տվեց, ասես Նինվեում թագավորի եւ նրա մեծամեծներին հրամանելով ասելով. Մարդ եւ անասուն, աչար եւ ոչխար, ոչինչ չաշակե, չարացև ջուր չխմե, եւ քուրց հագնեն մարդ եւ անասուն, եւ ուժով աղակեն առասված, եւ ամեն մարդ ետ դառնա իր չար ճանապարհիցը, իր ձեռքերում եղող անիրավությունիցը։ Ով գիտե, գուցե Աստված ետ դառնա եւ զղջա»։ Ծոմի հետևանքներ 120,000 անձնարություն ունեցավ փրկություն։ Կամ հիշեք հետևյալ դրվագը, Եսթերի գրքից, երբ որ մենք կարդում ենք, գրված է հետևյալը, որ Իսրայելը մեծ պրոբլեմի առաջ էր կանգնած։ Եվ Մուրտկեն, երբ որ կանչեց Եսթերին, ինչ ասեց, որ դու այս ժամանակի համար ես ընտրվել որպես թագուհի։ Եվ եթե չմտնես թագավորի մոտ, Իրան ինք իրավունք չուներ առանց թագավորի հրավերքի ներս մտնելու։ Եթե ներս մտներ, կարող է սպանեն։ Ուշադրություն դարձեք, Եսթերն ինչ ասում։ Գրված է հետևյալը. Եսթերի գիրք 4-րդ գլուխ 15 համար։ Եվ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրդկեին ասելով. «Գնա ժողովրդին Շուշանում գտնվող բոլոր հրեաներին եւ ծոմ պահեցեք ինձ համար։ Ծոմ պահեք ինձ համար»։ Եվ գրված է, որ այդ ծոմի հետևանքով ինքը Եսթերը շնորհ գտավ եւ Համանի խորհուրդը քանդվեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ես եւ դու ծոմի մեջ լավ չենք։ Կարող այսօր ինչ որ բաներից հեռացել ենք, ինչ որ որակներ շատ լավ է, բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք պիտի մտածենք այս մասին։ Նորից եմ ասում։ Ամենակալ Տիրոջ բուն նպատակը հետևյալն է, որ դու կարողանաս իշխել անձիդ բոլոր ցանկությունների վրա, որոնք որ դեմ են Աստծո օրենքին։ Տեր Հիսուս Քրիստոսը անապատի փորձության մեջ ապացուցեց, որ որևէ մեկ զգացմունք չի կարող հաղթել, բայց այդ կռիվը դու պիտի տաս։ Ոչ թե լոկ միայն ասես, լինում է բարակը ասում են, Աստված ոչ միայն հացով կապրե, այլ ամեն խոսքով որ դուս է գալիս Աստծո բերանից։ Հարց եմ տալիս, հավատում ես դու սրան։ Այսօր համար քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրանքս է։ Այսօր մենք լուրջ ծոմապահությամբ պիտի անցնենք մեր ընտանիքի համար։ Այսօր դու չես խորում մտածում առաջնայինը քո ընտանիքի եւ քո սրբության վրայով, վաղը գլխի կոր կկանգնես Աստծո առաջը։ Հաջորդը մենք պիտի ծոմ պահենք Աստծո տան եկեղեցու սրբության համար։ Եղբայրը հիշատակեց Խավարի համար, Արմեն եղբայրը։ Եղբայրներ քույրեր, իրականության մեջ, երբ որ մենք նայում ենք, խավար գոյություն չունի, խավարը լույսի բացակայությունն է։ Իսկ Աստծո խոսքի մեջ գրված է. դուք եք աշխարհի լույսը։ Աշխարհի լույսը եկեղեցին է։ Երկրաշարժի տարիներից հետո տարիքով քույր եղբայրները քիշեն։ Լույս չկար, օգտագործում ենք լամպեր։ Երբ որ
նավթը քիչ էր լինում կամ լամպը նորմալ չէր, ինքը լամպի ապակին լրիվ մրոտում էր։ Հարց եմ տալիս, մրոտած լամպը լույս կտա։ Եվ այսօր ամենակալ տիրոջ նպատակը սա է, որ ես և դու խորենք ես մասին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, եկեղեցու սրբության վրա։ Ուղղակի ուզում եմ մեջ բերում անել հետևյալը, այս անձնավորությանը, որը գրված է Թվոց 25-րդ գլուխ 7-րդ համար։ Խոսքը Փենեսի մասին է։ Հիշում եք, անմաքրություն էր տաճարի մեջ։ Քանաները այնտեղ աղոթում էին, բայց գրված է Փենեսը նիզակը վերցրեց եւ երկուսին սպանեց։ Եվ ասո է բարգությունը դատարեց։ Այսօր մենք պիտի ոչ թե մարդու հետ կռիվ տանք, այլ մեր կռիվը պիտի լինի մեղքի դեմ, անօրենության դեմ։ Եթե ոչ, քուրեր ջան, եղբայրներ ջան, եկեղեցին կնմանվեց լամպին։ Կա նավթը ամեն ինչ տեղում է, բայց ինքը մրոտել է ապակին, լույս չկա։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Եվ հիշեք հետևյալը, որ ծոմ եւ աղոթ շահ կապված են։ Եվ այսօր խնդրանքս հետևյալն է, որ մեր կյանքի մեջ աղոթ կշատանա։ Տեր Հիսուս Քրիստոս ինքը ապրում էր այս կյանքում։ Եվ Պետրոս առաքյալը, որ ասում էր, ինձի նմանվեք ինչպես ես էլ Քրիստոսի, Պետրոսը նմանվել էր Քրիստոս կյանքին, ոչ թե արտաքին նմանությունն էր։ Այսօր Աստված մեզ կանչել է սրա համար։ Տերը բոլորի տոշնի, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ուրեմն նոյեմբերի 7-ին, 8-ին, 9-ին լուրջ ծոմապահություն։ Առաջինը մեր ընտանիքի սրբության համար, եկեղեցու սրբության համար։ Եվ երկրորդը ազգի։ Ես բազում անգամ ասել եմ, այս խնդիրները, որ մեր կյանքի մեջ կա, կամ նայում ենք ազգի վրա, մենք շատ անգամ մեղադրում ենք ղեկավարին կամ չգիտեմ ում, ոչ սիրելիս։ Աստծո խոսքի մեջ հիշեք Հռոմեացիս թղթերում Տերն ինչ էր ասում, որ ամեն թագավոր դրված է Աստծո կողմանը։ Ամեն ազգ արժան է իրեն թագավորին, եւ ամեն թագավոր արժան է իրեն ազգին։ Եթե սրբությունը բարձրանա, ինչ եք մտածում, Աստված կորշի թե չէ։ Նորից եմ կարդում այդ համարը, երկրորդ մնացորդաց 7-րդ գլխի 14 համարի մեջ ինքը ամենակալ Աստված ասում է. «Եվ իմ ժողովուրդը, որի վրա կոչված է իմ անունը, խոնարհություն եւ աղոթք կանե, իմ երեսը խնդրե, իրեն չար ճանապարհներից ետ դառնա, այն ժամանակ կլսեմ երկինքից է կներեմ նրանց մեղքերը, կբժշկեմ նրանց երկիրը»։ Ուրեմն սա կախված է մեզանից։ Իսկ համար մենք պիտի լուրջ խորենք այս մասին։ Եվ հետևյալը լինում է պարակա, որ մենք ասում ենք ուշ է չէ, երբևիցե որից է մեկ բան ուշ չէ։ Եվ կուզեմ մեկ համար, այսինքն հետևյալ համարներով հորդորել բոլորիս, որտեղ որ ինքը ամենակալ Աստված Եսայի մարգարեության մեջ ինձ եւ քեզ հետևյալն է ասում 62-րդ գլխի առաջի համարն է եւ 6-ի վերջի եւ 7 համարն է։ Ինչ ասում։ Սիոնի պատճառով ես չեմ լռելու։ Երուսաղեմի համար չեմ հանգստանալու, միջև որ ծակե նրա արդարությունը արշալույսի պես, նրա փրկությունը բոցավառ ջահի պես։ 6-րդ համարի վերջնամասից 7-րդ համարը։ Դուք ով Տիրոջը հիշողներ, միք լռեք։ Եվ նրան դատար միք տակ, մինչև որ նա հաստատե, մինչև որ նա Երուսաղեմը օրհնություն շինե երկրը։ Այսօր մեր կողմն է, եւ Աստված ասում է նրան, այսինքն Տիրոջը դատար միք տվեք։ Այսօր ծոմով աղոթներով պիտի կաս Տիրոջ առաջը։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Աստված ողորմություն անի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Նոյից եմ ասում։ Երբ որ համեմատում ենք Նոյին եւ համեմատում ենք Հովնանին, սարերի տարբերություն կա։ Նոյը արտար անձնավորության, արտարության քարոզիչ, Նոյը, որը Աստծո խոսքը, որից է մեկտեղ չսրեց։ Եվ հետաքրքիր է, ինչի համար այդ մարդիկ չապաշխարեցին։ Ուշադրություն դարձեք, նորից եմ ասում, Նոյը չէր խնդրը եւ Հովնանը չէր խնդրի լուծումը։ Խնդրի լուծումը կախված էր ժողովրդից։ Հովնանը չի քարոզը ապաշխարեցեք, բայց 8-րդ քարոզիչը արտարության Նոյը մարդկանց քարոզել է, որ ապաշխարեն մտնեն տապան։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկիս։
Խաղաղություն եղբայրներ քրոջան։ Տիրոջ անունը փառավորվի։ Միտեղ կուզենամ կարդամ կիսվեմ։ Մի բան ասեմ, մի անգամ Մարգոս աղբոր աղջիկը պիտի գար ստեղ, տուն պիտի գար, ասես ուր ես հավաքվեթում, ասեց ես մեն պայծառ ապագա, ասես ուրավան ես եթում, ասեց ուրեմ երկու պայծառ ապագա կա, ես եմ եկել եմ այդ պայծառ ապագաներից մեկը, Աստված օրհնի, առաջ անգամ եմ ձեր մոտ, ուրախ եմ, Տիրոջ ժողովուրդը կա ձեր մեջ, և Աստված մեզ բոլորիս պատրաստում է տարբեր ձևերով, որ հասցնի երկինք, ընդհանրապես, որ նոր մարդ է գալիս, աղ ուշադիր լսում են, դրանից օգտվելով ուզենամ օգուտ տամ ձեզ, Տիրոջ անունը փառավորվի, ուրեմն Մարկոս ավետարանից կարդում եմ, Մարկոս ավետարանի 2-րդ գլխից կարդում եմ, նորեն Կափառնայում մտավ, քանի օր հետո Տիրոջ մասին է, նորեն Կափառնայում մտավ, քանի օր հետո լսվեցավ, թե անիկա տանը մեջ է, շուտով շատ մարդիկ ժողվեցան, այնպես որ ալտեղ չկար, ոչ ալ դրան քովերը ու կպատգամեր անոնց Աստծո խոսքը, իրեն 4 մարդով վերցված անդամալույց մը բերին, բայց տեսնելով, որ բազմություն են չէին կրնարանալ մոտենալ, քանդեցին տանիքը, ուր կգտնվեր Հիսուս, ու ծագմը բանալով վարիչեցուցին մահիճը, որուն վրա պարկած էր անդամալույցը։ Հիսուս անոնց հավատքը տեսնելով վսավ անդամալույցին, որդյակ, քո մեղքերդ քեզի ներված են։ Մեկ քանի դպիրներ, որ հոն նստած էին, իրեն սրտերուն մեջ կխորեին ասելով, ինչու համար ասիկա այսպես հայություններ կնե, ոչ ոք կրնա մեղքերը թողություն տալ, բայց միայն Աստված։ Հիսուս իսկույն իմանալով իր հոգի մեջ, որ անոնք այնպես կխորին, իրենց մեջ ըսավ անոնց. Ինչ կխորհիք սրտերնուտ մեջ, որ ավելի ձյուրին է, անդամալույցին քո մեղքերդ քեզի ներված են ասելը, թե ելիր մահիճը տար ու քալե ասելը։ Բայց որպեսզի գիտնաք, թե Որդին մարդու իշխանություն ունի երկրի վրա մեղքերի թողություն տալու, ըսավ անդամալույցին։ Քեզի կսեմ, ելիր, մահիճը տար ու տունդ գնա։ Անալ շուտ մը ելավ եւ իր մահիճը առնելով ամենն արջև դուրս ելավ, այնպես որ ամենք ապշած մնացին եւ փառք տվին Աստծուն, այսպիսի բան ամենևին տեսած չէինք։ Ես գիտեմ, որ այս տեղերը կարդացած եք, ուղղակի թարմացնելու համար ձեզ կարդացի, եղբայրներ քույրեր ջան։ Կուզեմ նայենք հենց սկզբից, երբ որ գրած է, որ քանի օր հետո լսվեցավ, թե անիկա տան մեջ է, շուտով շատ մարդիկ ժողվեցան։ Շատ եղբայրներ քույրեր ջան, Աստված տա, որ լսվի, որ Տերը մեր մեջ է, այս տան մեջ է, եւ շուտով շատ մարդիկ պետքա հավաքվեն այստեղ, ու տեղ պետք է չլինի։ Այնքան շատ, որ տեղ պետքա չլինի։ Շատ անգամ մենք ունենք այդ անունը մեր վրա, բայց այնպես չենք ապրում, որ Քրիստոս երևա, Աստված երևա մեր մեջ։ Մի մարդ անցնում ասում է փողոցով անցնում էի եւ տեսա, որ պատուհանից 2-րդ հարկի թե 3-րդ հարկի պատուհանից անցորդ մարդ է։ Ասում է լսում էի Արամ Խաչատրյանի գործն էին նվագում, բայց ասում է նվագելը որն է, այնց լավ է փչացնում էին։ Ու իմ մտքիս մեջ ասում եմ մտածեցի, Արամ Խաչատրյանը ինչ մեղավոր է, որ այս մարդը նվագել չգիտի։ Հիմա, երբ որ մենք ավետարան ենք կարդում, ներկայացնելուց, նվագելուց, ճիշտ չենք նվագում։ Եվ ավետարանը ինչ մեղավոր է, որ մենք ապրել չգիտենք։ Մենք ներկայացնել չգիտենք Քրիստոս կյանքը։ Երբ որ վարժվենք դրան, երբ որ սովորենք այդ ներկայացնելը, ապրել Քրիստոս երևա մեր կյանքի մեջ, եղբայրներ քույրեր ջան, այստեղն էլ տեղ չի լինի, ազատ տեղեր չեն լինի, դաժե այնքան, որ շատ կլինի, ես հավատում եմ դրան, որտեղ ավետարանի խոսքն է։ Եվ շարունակության մեջ նորից կարդում ենք, ասում է, եւ եղավ, որ մի մարդու 4 հոգի բերեցին, որպեսզի մտցնեն այնտեղ, որտեղ Տեր Հիսուսն է, որ լսել էին, որ այդտեղ է Տեր Հիսուսը։ Ուշադրություն, որ դարձնենք, եղբայրներ քույրեր ջան, այդ մարդը ինք իրան չէր եկել, իրան բերել էին,
Մեր շատ եղբայրներ քույրերին բերող կա։ Եվ շատ եղբայրներ քույրերի էլ ուրիշ տեղ տանող կա, որտեղ Քրիստոս չկա։ Չար ընկերակցությունը, ինչպես գրված է, բարի վարքը կապական է։ Երբ որ քո ընկերներդ, քո մոտիկներդ այն չեն, քեզ ոչ թե տանելու են Տիրոջ տուն, այլ տանելու են այնտեղ, որ Տերը չկա։ Եվ հետարքիր այս մարդու մասին գրված է, որ շարունակության մեջ երբ որ կարդում ենք, գրված է, որ Տեր Հիսուսը նրանց հավատքը տեսնելով ասեց, ոչ թե նայեց անդամալույցի հավատքին, այլ ասեց նրանց հավատքը տեսնելով։ Նրանց հավատքը տեսնելով ասեց քո մեղքերդ ներված են։ Սա ինչ է նշանակում, հետարքիր է։ Ես այդպես ոնց մտածում եմ, ոնց հասկացել եմ, կիսվում եմ ձեր հետ։ Երբ որ պատկերացրեք, այս մարդը անդամալույցը Իրանը չի նախաձեռնությունը։ Ինքը այդ վիճակի մեջ ունի ընկերներ, որոնք ուզում են, որ Տիրոջը բերեն։ Շատ մարդիկ կան մեր մեջ, մեր շրջապատում, որոնք ընկեր չունեն։ Ասենք կարող ծանր վիճակի մեջ լինեն, դժվարության մեջ լինեն, բայց դռները բացող չլինի։ Աստվածը, որ այնպեսի կյանք ապրենք, որպեսզի մեր դուռը բացող լինի, հալուքեֆը հարցնող լինի, ավետարանից եմ կարդում։ Մի պատկերացրեք, այս մարդը պարկած է, իր մեղավորությունն է ճանաչում, ոչ մի բան չի ասում։ Եկել են այդ 4 մարդը, իմ երևակայությանս եթե բան անեմ, այդ 4 մարդն ասում են Հիսուսը քեզ կարա բուժի։ Ասենք իր մեղավորությունը ճանաչելով ինքը պետք է ասի, որ հա կարա բուժի, բայց ոչ ինձ։ Ինձ հասնում է այս իմ վիճակս, ինձ քիչ էլ է, որ իմ մեղքերս իմանաք, ինձ քիչ էլ է այս ամեն ինչը։ Բայց իրանց այդ ընկերները համոզում են, իրանց հավատքը տեսեք։ Ասենք, այդտեղ չի գրած, ես հեսակաս եմ ինչի եմ այդպես մտածում։ Իրանք ասում են, բայ իմացար Հայրոսի աղջկան մեռելներից հարություն տվեց, այն կաղին քայլել տվեց։ Քո վիճակն ինչ է, մի հատ խսկով մի անգամից կբուժի։ Իրան չեն էլ լսում, վերցնում տանում են։ Եվ երբ որ իջացնում են Տիրոջ մոտ, այդպես գրված է, որ նրանց հավատքը տեսնելով։ Եւ այս խոսքը շատ կարևոր է, որ այստեղից է բացվել ինձ ինչ որ բացվել է, Տեր Հիսուսը չասեց բժշկված ես, ինչպես շատերին ասում է, այլևս քո հիվանդությունից բժշկված ես։ Բժշկության մասին խոսք չկար։ Նրա խոսքը մեղքերի մասին էր։ Ասավ քո մեղքերդ քեզի ներված են։ Ես հիշում եմ, երբ որ մի հատ վիճակի մեջ էի եկել, ծանր վիճակի մեջ էի, իմ աղոթքս մի նախադասություն էր ընդամենը. Տեր ինչ անեմ։ Տեր ոնց անեմ։ Անընդհատ այդ էի ասում, ուրիշ բան չէի կարող ասել։ Եվ մի օր հիշում եմ առավոտ շուտ, որ Տերը ասաց, որ ծոմ վերցրու։ Այդ օրը ծոմ վերցրի, գործս էլ հատին ծանր էր, օրվա վերջում արդեն լավ թուլացել էի։ Եվ հայտնվեցի միտեղ, որտեղ իմ կամքից անկախ հայտնվեցի միտեղ, որտեղ կար մարգարեացող, անոթ կար։ Եվ այդ անոթը, որ մոտեցավ ինձ, մեր մեջ ասենք, ես տենց մարդկանց շատ տենց տեղ չեմ տալի, չեմ հավատում, մատերի արանքով եմ նայում, բայց ինքը որ մոտեցավ ինձ, ասենց սկսեց սենց, դու չգիտես ինչ անես։ Այն ռուսի ասած ոնց որ в десятку կպավ։ Երբ որ կպավ, ես արդեն ականջս դարձրեցի լսելու շարունակությունը։ Եվ կարծում եմ, թե այս մարդն էլ իր մեղքերն էր, իր կուրծքն էր ծեծում։ Եվ երբ որ Տեր Հիսուսը չխոսած հիվանդության մասին, եւ անիցես հիվանդած է, այդ ինչ հիվանդություն է, եւ ոչ մի բան, ինքը այն в десятку 10-ին կպավ։ Ասավ քո մեղքերը ներված են։ Դու որ մտածում ես, որ այնքան մեղավոր ես, որ չես էլ կարա համարցակվես աղոթ կանելու, քո մեղքերը ներված են քեզի։ Եղբայրներ քույրեր ջան, սա հրաշք է։ Եվ այդ ժամանակ ոնց որ ես նայեցի նրան, այդ մարգարեացողին, այդպես էլ մտածում եմ, որ այս մարդը իր մեջ հավատք ծնվավ, այս պատահական մարդ չի։ Ուրեմն իր ասածները, իր մասին, որ պատմում են, դա ճշմարիտ է։ Մի հատ լավ բան ասեմ, Տեր Հիսուսը մեր մեջ ներկա է։ Եվ ձեր սրտերը, երբ որ սկսում է ուրախանալ, խաղաղվել, դա նրանից չի, որ լավ երգում են կամ լավ խոսում են։ Դա Տիրոջ ներկայությունից է։
Հիշում եք Էմաուսի ճանապարհի մեջ, երբ որ Տեր Հիսուսը հայտնվավ, իրանք ֆիզիկական աչքերով չէին ճանաչում, բայց ասում է, հիշեք, երբ որ նա խոսում էր մեզ, մեր սրտները տակն ու վրա էր ելնում։ Քո հոգիդ իր ստեղծիչին ճանաչում է, իր ներկայությունը ճանաչում է ու սկսում է ներսը տակն ու վրա ելնել։ Նույն բանը կատարվում էր այս մարդու հետ, եղբայրներ քույրեր ջան, ու նաև ամեն մեկիս հետ։ Հիշում եմ, շատ անգամ ձեր հետ էլ կլինի, ասում է, եղբորը մոտենում են, ասում են, եղբայր ջան, քարոզի ժամանակ, որ խոսում էիր, մնում էր մենակ անունս ասեիր։ Սաղ իմ մասին էիր ասում։ Սաղ ինչ պատմեցիր, ինչ խոսացիր, մնաց մենակ անունս ասեիր։ Եղել է ձեր հետ։ Սա Տերն է անում։ Ելնում է, որ երբ որ խոսում է ամբողջ քարոզի ընթացքում, ամբողջ պաշտամունքի ընթացքում, ընդամենը մի նախադասություն է պետք քեզի, եւ այդ նախադասությունը Աստված հասցնում է քեզ։ Հիշում եմ Արտյոմ աղբերը, որ պատմում էր Աբովյանի, ասում է, որ գյուղերն էին գնում պաշտամունքի եւ նենց եղավ, որ ասում է, այդ գյուղը 2 ժամը մեկը ավտոբուսները ոտով էինք եղբոր հետ, երբ որ մոտեցանք, ասում է, կանգառին, հեռվից տեսանք քույրիկը, մեր քույրիկը, ասում է, իր աչքերի մեջ տեսանք շատ մեծ ծանրություն, ոնց որ 2 ձեռով շատ մեծ գրուզ էր պահե, ու երբ որ մեզի տեսավ, ոնց որ սպասում էր, հեսա մի բաժակ ջուր կտանք իրա։ Ասում է, հասանք իրան, ասեցինք խաղաղություն ու չգիտես որտեղից որտեղ ավտոբուսը բուսնավ։ Մեզի մի կերպ գցեցինք ավտոբուս, այն հետևի պատուհանից նայում ենք, թե այս քույրիկը ոնց է աշկերը տնկած մեր հետևից նայում։ Եվ իրար հետ խոսացինք, ասենք, ես ինչ չարություն արեցինք։ Ես ինչ չարություն արեցինք։ Մյուս գնալուց ասում է, տեսնելուց անպայման պետք է ներողություն խնդրենք։ Եվ այդպես էլ անում են, հաջորդ անգամ որ տեսնում են, ասում են, քույրիկ ջան, մենք տեսանք քո վիճակը այդպես եւ մեղավոր ենք առաջ, որ այդպես թողեցին գնացինք, ասում է, ճիշտ եք նկատել, եղբայր ջան։ Ես այդպես ծանր էի, բայց որ մոտեցաք ինձ, ասեք խաղաղություն քեզի, սա հարցերս լուծվավ, որ մնայիք էլ բան չունեի ասելու։ Աստված գիտի իր խոսքը ժամանակին հասցնել, եղբայրներ քույրեր ջան, տեղին հասցնել, որպեսզի մեր հոգու աշխարհը լրիվ փոխվի, լրիվ հեղաշրջում կատարվի, եղբայրներ քույրեր ջան։ Հետո նայում ենք, երբ որ մեր սրտերի մեջ ինչ որ բան է կատարվում, գրված է Գեդեոնի մասին, Գեդեոնը Տիրոջ խոսքով վարվեց։ Ասում է, որ ով որ վախկոտ է, երբ որ գնում էր պատերազմի, կհիշեք այդ տեղը, թեթև հիշացնեմ։ Ասում է, երբ որ կետակ պատերազմի, ով որ վախկոտ է, թող հետ կային, ասում է, հետ կայնան։ Հետո ասավ, չէ, այսքանը շատ է, սրանով որ այսքան շատ ժողովուրդով Տերը ասեց, որ չեմ ուզենա, որ իմ փառքը ուրիշին տամ, այդպես գրված է։ Եվ հետո ասում է, սկսեց կիսել, շատ չմանրանա, մնաց 300 հոգի։ Էն էլ ոչ թուր ու թվանքով մի հատ կուժ մեջը կրակ։ Եվ հետարքիր է, Գեդեոնի մասին չի գրած, որ մի բառ ասել է։ Ոչ մի բառ չի ասում, բայց սրտի մեջ վախ կա։ Եվ Տերը, մեր ամենատես Տերը տեսնում է այդ վախը։ Երբ որ պետք է Ղրիկի ամաղիկացիներին ասում է, հելի ես քեզ եմ տվել այս զորքը ու շարունակում է, բայց եթե կվախենաս, մի հատ մտի այդ զորքի մեջ տեսել է ինչ են խոսում։ Եվ երբ որ Գեդեոնը եւ իր կապարճակիրը, երբ որ մտնում են այնտեղ, լսում են այն երազի մասին, որը ոչ թե իրանց զորքից է ինչ որ մեկը հույս տալի, այլ թշնամին իր բերանով այդ երազը այսպես է մեկնում, այդ ուրիշ բան չի, բայց միայն Գեդեոնի սուրն է։ Այդ ուրիշ բան չի։ Եվ այդտեղ Գեդեոնը սիրտ է առնում։ Աստված տեսնում է քո սրտի ապրումները։ Եվ ինքը գիտի ուղիղ տոճկին խփել եղբայրներ քույրեր ջան։ Եվ այդ ձենը չի կարելի տարբերել։ Գնա գիտեք, երբ որ ես այստեղից խոսացող ոչ մի եղբայր մուսուլմանական կրոն չի քարոզում։ Ոչ էլ աշխարհը քարոզում։ Բոլորը կարդում են ավետարանից, բայց ոչ բոլորին է հասնում։ Սա քարոզողից չի։ Սա լսողից է, երբ որ դա ուզում ես Տիրոջ խոսքը լսել, երբ որ ուզում ես Աստծուն գտնել, փնտրել, Աստված խոսում է քո հետ։ Աստված հանդիպում է քեզ։ Ես այդպես բան կա ռուսների մեջ պատմում են, եղբայրը ասում է, քույրիկը միշտ իր երեխու համար աղոտ կանում, խմող ալնում, խմող տղա է ալնում, մինչև անգամ ասենք, սաղին ճանաչում են, ոնց որ փոքր քաղաքի մեջ եղբայրները, բաները սաղ ճանաչում են։ Ասում եմ, մի անգամ այնքան է խմում, որ Աստանովքում այդ նստարանի վրա քնում է։
Եվ ասում է գիշերվա մի պահին իրան ինչ որ մեկ արթնացնում է ձենից զարթնում է, որ այդ տղա վերջապես ապաշխարի վերջապես։ Ասում է վախեցած այդ բանից, որ հելում է տենմա կողքը մարդ չկա, հաջորդ օրը գնում է պաշտամունքի։ Գնում է պաշտամունքի վերջի այդ բանի ժամանակ, կոչի ժամանակ, երբ որ կանչում են աղոթքի, նայալիս է առաջ, իր սիրտը բացում է Տիրոջ առաջ եւ պատմում է այդ պատմությունը։ Եվ պատմում է այդ պատմությունը, հովիվն ասում է, «Էդի ես էի գիշերը որտից անցա, բզեցի քեզի ասի, այ տղա, ապաշխարի»։ Ինքը նայում է հովիվի աչքերին, ասում է, «Դու չէիր»։ Այն ձենը, որ գիշեր ինձ այդ վաղտ ինձ արթնացրեց, այսօր ինձ ասեց, «Դու իմ որդիս ես, ես այսօր քեզ ծնա», էդի դու չէիր։ Երբ որ դու այդ քո խոսքերը, քո հասկացածդ վերագրում ես եղբորը, լսում ես եղբորից էլ պատիվ կտաս եղբորն էլ կբարձրացնես, էլի կմնաս անտեր։ Այդ ժողովրդական խոսքա չէ, տերովին տերն ատար է, անտերին էլ գելն ատար է։ Դա ուղիղ ստեղ է, մեր տերովին, ով որ տեր ունի, տերն է տանում, տերն է կերակրում։ Մնացած բոլոր դեպքերում ուրիշ բան չկա, նաև եղբայրներ քուրեր ջան, այսենց օրինակի մեջ կա նաև, եթե քեշեք մեղավոր կնոջ պատմությունը, երբ որ բերում ենք հարկոծելու։ Մենք շատ անգամ, գիտեք, մեր սրտի մեջ մտածում ենք, որ չենք ուզում, Պողոս Արաքյալի այն խոսքերն ասում է, որ ինչ որ չեմ ուզում, այն եմ անում, հիշում եք, մենք սաղս այդ խոսքերը գիտենք, եւ շատ անգամ խոստովանության ժամանակ հիմնականում այդ խոսքերն են մեզ վահանի պես առաջ տանում, որ մենք խոստովանենք։ Բայց այս կնոջ դեպքում այդպես խոսք չկար։ Ինքը ուզեցել էր, արել էր։ Եվ հիմա, երբ որ բերել են իրան հրապարակավ ու պետքա քարկոծեն, ծպտունը չի հելնում։ Կներեք այս բառիս համար լաչառություն չի անում, ասի դուք իրավունք չունեք, հələ ձեզ նայեք եւ այլն։ Ինքը լուր կայնացա սպասում է, ոնց պետք է մեռնի։ Եվ այստեղ հասնում է Տիրոջ ողորմությունը։ Երբ որ մարդը ճանաչում է իր ներսը, դեռ ոչ մի բան չասած նույնիսկ, Աստված տեսնում է այդ։ Եվ ուղիղ 10-ին խփում է։ Խոսում է այն խոսքերը, բերում է այն օրինակներ, օրինակի համար, եթե Հոբի մասին կարդում ենք, գիտենք ինչեր է անցել գլխով, երբ որ Հոբը հարց էր տալի, պատասխանները կարդացեք։ Մի հատ ուղիղ պատասխան կա այնտեղ։ Մի հատ պատասխան կա, ինչի երեխեքը մահացան։ Մի հատ պատասխան կա, ինչի ունեցվածքը։ Կարծես թե Տերը պատմում էր երկնքի մասին, ձյան շտեմարանների մասին, կենդանիների մասին, բայց Հոբը հասկացավ։ Մեզ էլ շատ անգամ եղբայրներ քույրերման են գալիս ուղիղ պատասխան, ուղիղ նախադասություն, բայց Տերը գիտի մեր սրտերը եւ կարողանում է խոսել այնպես, որ մեզի հասանելի լինի։ Այս ժամանակ, երբ որ Տեր Հիսուսը խոսած, իր սիրտը, մարդու սիրտը հասկացավ, որ ինքը ճնշվում է, իր կուրծ գնացեցում։ Ասում է, որ ես մեղավոր մարդ եմ։ Եվ Տեր Հիսուսը ուրախության լուր ասեց, քո մեղքերդ քեզի ներված են։ Այդ նույն բժշկությունը կարող էր լինել, ինչպես գրված է մյուս ավետարաններում, եւ Տիրոջ զորությունը ներկա էր բժշկելու։ Նույն զորությունը կարող էր լինել նաեւ փարիսեցիներին, որը որ չեղավ։ Իրանք իրանց սրտի մեջ մտածեցին, սա ով է, որ հայոյություն կնե, ով կարա մեղքերի թողություն տա, բայց միայն Տերը։ Իրանք չարտահայտվեցին։ Բայց Տերը մտքեր, երիկամունքներ քրնող Աստվածը նայելով իրանց սրտերը աչառություն չդրեց մեղավորի եւ փարիսեցիների մեջ, իրանց էլ ուզեցավ բժշկեր եւ խոսեց իրանց սրտի եղածի մասին։ Ասա որն է ավելի հեշտ։ Քո մեղավորին ասել քո մեղքերդ ներված են, թե ելիր ու քայլե ասելը։ Մենք շատ անգամ գիտեք եղբայրներ քուրեր ջան, ավելի հեշտ է օրինակի համար ես այստեղից քարոզեմ, ասեմ, որ ձեր մեղքերը ձեզ ներված են։ Օրինակ ուզեք մարգարեանամ, ես մարգարե չեմ, բայց մարգարեանան, Աստված ձեզ սիրում է։ Սուտ եմ ասում։ Բայց որիդ կպավ էդի։ Ոչ մեկիդ, ոտի մեջ կրակեցի, կպավ, չէ։ Բայց Տեր Հիսուսը կոնկրետ բառեր էր ասում։ Տեր Հիսուսի խոսքերը ուղղված են նպատակակետ ունեն եւ ուղիղ իր տեղն են գնում։
Եվ երբ որ ինքը խոսած, ասեց, որ քո մեղքերդ ներված են, այս գործը կատարվեց իր մեջ։ Բայց քանի որ մեզի պետք էր, քանի որ շրջապատին պետք էր նաև այն մյուս սրտերը բուժվել, նա նաև այդ բժշկությունն արեց, ասավ հելի ու քայլի։ Հիմա եղբայրներ քուրեր ջան, սա ավետարանը նշում է, որ մեղքերիդ ներվելը ավելի կարևոր է, քան քո առողջությունդ։ Սա է նշանակում, Տիրոջ համար էսի էր կարևոր։ Գրիշա եղբայրը որ ասեց, հոգևոր այդ հարցն էր կա, Տիրոջ համար մարդուն բժշկելը մի հատ հրամանի մատի շարժումի հարց է, բայց մարդուն խոստովանության բերելը ամբողջ տարիների, ամբողջ կյանքի ընթացք է, որպեսզի մարդը իր կուրծ գծեցի։ Ինչա գրված Հովհաննես Մկրտչից մինչև հիմա կարդացել եք այդ տեղը։ Երկնքի արքայությունը ուժով կառնվի եւ ուժեղները կհափշտակեն։ Ինչ ուժի մասին է խոսքը։ Փող ունեցողների մասին է խոսքը։ Հարստության մասին է, ֆիզիկական զորության մասին, ինչ զորության։ Եթե նայենք Հովհաննես Մկրտչից կսած այդի ինչ էր կատարվում, տեսեք ինչ էր կատարվում։ Հովհաննես Մկրտիչը մեղքերի թողություն էր քարոզում։ Եվ ով որ ուժեղ էր, գալիս էր իր մոտ, որն էր ուժեղ, որ կարում էր ասել, որ ես նախանձ եմ, ես շնացող եմ, ես պիղծ մարդ եմ։ Իրան ասում են, քո մեղքերդ ներված է, երկնքի արքայությունը քոնն է։ Տեսեք ոնց է գործում։ Նշանակում է, եղբայրներ քուրեր ջան, ուժեղը նա չի, այն ժողովրդի ասած, որ ջուրը մտնես չոր դուրս գաս։ Ուժեղը նա է, որ կարողանում է իր վիճակը ճիշտ ներկայացնի, որ ասի ես այս մարդն եմ։ Եվ Աստված այստեղ ընդառաջ է գալի, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Եվ երբ որ եղավ հնարավորություն այս մարդկանց այդ բժշկությունն լնելու, եղբայրներ քուրեր ջան, իրանք մերժեցին, հակառակը փնտրեցին, ոնց մերժեն Տիրոջը։ Գիտեք, Աստված մեր կյանքում էլ է շատ այդպես իրավիճակներ ստեղծում։ Շատ իրավիճակներ, որտեղ երևում է քո սիրտդ, քո նախանձդ, երևում է, օրինակ, մեր եղբայրները Փառք Աստծուն, հիմա հագին ավտոներ են, չի առնում։ Օրինակ, որ եղբայրը ավտո է առնում, ասում ես Աստված օրհնի, եղբայր ջան, ուրախությունը լինի, Տիրոջը ծառայի, մի հատ է փաթաթում ես, պաչում ես, բայց սրտիդ մեջ ասում ես, ուրիշտեղ լացում է, լտես ինչ է ավտո է առել։ Աստված այդ իրավիճակը ստեղծել է, որ ոչ թե իր լացելը տենաս, այլ տենաս, որ քո սրտիդ մեջ նախանձ կա։ Որ ողբաս Տիրոջ առաջ ասես աղբերս լավ բան ունի, սիրտս չի ուրախանում։ Այս հրա մասին Աստված տալիս։ Երբ որ քո եղբորդ օրինակ գովում են, օրինակ ես հիշում եմ, որ եղբայրները ամենահասարակ քարոզի մեջ ամենահասարակ օրինակներն էին բերում, ես ասում եմ, որ ինչքան հասարակ էր, այդխի ես չբերեցի այդ օրինակը, ես փառավորվեի։ Փառավորվել բառը չեմ ասել, բայց մտածել եմ։ Եվ պետք էր տեսնել ոչ թե այդ օրինակները, այլ պետք էր տեսնել իմ սրտիս մեջ եղածը, որ ես իմ եղբորս ինձնից բարձր չեմ տեսնում։ Մի քույրիկ հիշում եմ, որ ներկայացրեց, ասում է, որ ես եկա Տիրոջ առաջ ու խոսացի, պարտություն ունեի, մեղքից պարտություն, ասեցի Տեր ջան, եթե ասեմ չեմ ուզում, ոնց որ բանը հիշեցրեցի, չեմ ուզում անեմ այն ինչ որ անում եմ, լավ էլ ուզում եմ դրա համար եմ անում, ձևեր պիտի չթափեմ քո առաջ, բայց չեմ ուզում, որ ուզեմ, միտքառակ ինչ եմ ասում, ասում եմ ուզում եմ ինչ որ անում եմ, ոչ մեկ ինձ չի ստիպում, բայց չեմ ուզում, որ ուզեմ, չեմ ուզում, որ իմ սրտից ցանկությունը, իմ սիրտս հավանի այդ մեղքին, եւ ասում եմ այդ եղավ իմ վերջի աղոթքը այդ պատերազմի մեջ, որտեվ ինքը ճիշտը ներկայացրեց, մենք շատ անգամ նորից հիշացնում եմ, որ մեր սրտերի մեջ ինքներս մեզ խաբելով ներկայացնում ենք, թե մենք չենք ուզում դրա համար ենք այդ վիճակի մեջ։ Եվ Աստված ասում է, ես քեզ հետ դատ պետք է վարեմ, ես մեղք չգործեցի ասելուդ համար։ Եվ ստիպված իրավիճակներ աստեղծում, որպեսզի մեր սրտի եղածը հայտնվի, եւ սա
Տիրոջ ողորմությունն է, եղբայրներ քույրեր ջան։ Տիրոջ համար գիտեք ինչ է գրած։ Եսայի 53-րդ գլխի մեջ գրված է. Անիկա անիրավություն կրեց, անորներու հետ ցեպեցավ, բերանը չբացավ եւ անոր, այս եմ ուզում ասեմ, անոր բենին մեջ նենգություն չգտնվեցավ։ Հիշում եք այս խոսքերը։ Այս խոսքերը երբ որ բացվեց ինձ եղբայրներ քույրեր ջան, հետարքիր էր։ Աստված փարիսեցիներին ասում էր ծեփած գերեզման։ Հերովդեսին ասեց գնացեք այն աղվեսին ասեք, ես այսօր եմ գործելու եք ցել, չէ՞, մյուս օրն էլ։ Այն ասում էր կեղծավոր դպիրներ, փարիսեցիներ, բայց պարզվում է այդ ամեն ասածի մեջ նենգություն չի եղել։ Իսկ մեր եղբայր ջանի մեջ նենգություն կա։ Երբեմն։ Կամ քույրիկ ջան, օրինակ համար ոնց է կարծում Սամվելի եւ Աննայի եւ Փենանայի պատմության մեջ գրած է Փենանան կսկծացնում էր Աննային։ Ոնց էր նեղում։ Ես մտածում եմ այսպես։ Ասենք հո չար բառեր չէր ասում։ Ասում էր այդ երեխեքիս համար Տիրոջը զոհ մատուցեմ։ Եղկանան դες այ կնեք։ Դիտավորյալ ես անում։ Ինչ ասեցի որ երբեմն մեր ասածները չես կարա բռնես, ասես վատ բան ես ասել, բայց տակը կսկծացնելու, կերցնելու, ներողություն արդարությանս, պորտը տեղը դնելու խոսքեր կա։ Իսկ Աստված ուզում է, որ ոչ թե այդ ամեն ինչը երևա, այլ երևա ինքո սրտի չարությունը եւ ինչի համար։ Օրինակ, երբ որ գնում ենք բժշկի, օրինակի համար 39 տաքությունը։ Ոչ ես ասում ամոթա խայդարակ կլնենք, իջեցնենք գոնե 38 կամ 37.5 նոր էտակ։ Դե հակառակը գնում ես ասում ես 40 ջրել է։ Երբ որ դու գնում ես բժշկի, քո եղածը ճիշտ ներկայացնում ես։ Բայց երբ որ հետում են դատավորի մոտ, ինչքան հնարավոր է պահում են։ Երբ որ քո ենթագիտակցության մեջ դու փորձում ես ամեն ինչ պահես։ Դու փորձում ես ճիշտ ներկայանաս, արդար երևաս։ Բայց երբ որ հայացքդ մի պահ հանգնում է Գողգոթայի խաչի վրա, որ նա քեզ սիրելով է խաչվել, սիրում է քեզ։ Ու այդ վիճակները, որ ստեղծել է ինքն է ստեղծել, որ քո սիրտդ բացես, ասես ես այս մարդն եմ, ինքն էլ քեզի դեղ նշանակի։ Ինքն է քեզ միջոցներ տա, ոնց հելնես այդ վիճակի մեջ։ Այդ ժամանակ եղած, չեղած սկսում ես պատմել։ Ու չվախենալ, ու չամաչել։ Ես հիշում եմ սկզբից, որ աղոթք է անում եղբայրներ քույրեր ջան։ Հանկարծ մի բառ են չէի ասում, սկսում էի այդ բառը դզել աղոթքից մեջ։ Հետո այդ բառը, որ մի քիչ էլ լավ չէր, իմ աղոթքս ոնց որ դառնում էր զամկնոտի կռուկ, անընդհատ փորձում էի ճիշտ խոսայի։ Հետո որ հասկացա, որ Աստված միտքս ու սիրտս ա տենում, դեռ չհելած իմ աղոթքս տենում է, ոնց կա տենց աղոթվի։ Ոնց կար։ Որովհետև ինքը իմ հայրն է, իմ Աստվածն է ինձ սիրում է, որ չասեմ էլ ինքը գիտի։ Նույնիսկ եղել է տենց աղոթներ, երբ որ ծանր վիճակի մեջ եմ եղել, ուղղակի ծնկել եմ, ոչ մի բան չեմ ասել։ Ու ունես տպավորություն ա եղել, որ Տիրոջս ոտքերն եմ գրկել, հանգիստ լացել եմ Տիրոջս ներկայության մեջ։ Տիրոջ անունը փառավորվի։ Տեսեք, ինչպես որ եղբայրներ քույրեր ջան, այս մարդու այն ցավացող տեղը գիտեր եւ ուղիղ 10-ին կպավ եւ այդ մարդու մեջ հավատք ծնվեց։ Այդպես նույն մարդն ենք բոլորս Տիրոջ առաջ։ Աստծո խոսքը ուղղված է ամեն մեկիս, հնարավոր է իմ խոսքի միջոցով չլինի, մյուս եղբոր երգի միջոցով, ինչ որ մեկի հայացքի միջոցով Աստված տեսնում է բոլորի սրտերը եւ զորություն ունի այդ ամեն ինչը փոխելու։ Օրհնյալն է Տիրոջ ան, եկեք երկրպագենք աղոթենք, ջան։ Եկեք աղոթենք Տիրոջ առաջ կանք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, եղբայրներ քույրեր, մեր եղբայրը չներկայացրեց իրան, ոչ անուն ասեց, ոչ բան, ես գիտեմ, որ դուք պիտի հարցնեք ինձի, որպեսզի առանձին բոլորիդ չպատասխանեմ, ասեմ, որ մեր արձյամ եղբայրն է,
ինքը Եղվարդի Զորավանից է, ժամանակավոր ապրում է Մոսկվայում, չգիտեմ Հայաստանի քաղաքացի է թե Ռուսաստանի, բայց երկնային քաղաքացիության մար գիտեմ, ճիշտ է արդյունքը, ամուսնացած է, ունի առայժմ 3 աղջիկ, Տերը օրհնեցես, մենք ուրախ ենք եղբոր համար, հա? Չէ, դիք չենք սա։ Տերը օրհնե եղբայրներ քույրեր, ընդամենը մեկտեղ կուզեմ կարդամ եւ արագ ժամանակը կարճ է, բայց որոշակի մտքեր կա, որ ես խոսքի մեջ ես կուզենամ, որ փոխանցեմ ձեզ։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 9-րդ խոսք։ Հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցաք դեպի նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Այս խոսքերի մեջ 3 կարևոր բան կա։ Եվ այս արտահայտությունը արել է Պողոս առաքյալը ապրելով Աստվածապաշտության մեջ, ինքը Աստծո մասին, հավատքի մասին այդպես արտահայտվել է։ Եվ կարևոր այդ 3 բաները հետևյալն են. ով է Աստված կամ ինչպիսին է Աստված, որտեղ շատ կարևոր է, որ մարդը իր հոգևոր կյանքի մեջ ճանաչի Աստծուն։ Եվ որովհետև շատերը, որ Աստվածապաշտությունը հաջողվել է իրանց կյանքում, իրանք ճանաչել են, տեսել են Աստծո հավատարմությունը։ Այն խոստումը, որ Տերը տվել է, իրանք տեսել են, որ Աստված հավատարիմ է, ինչ որ ասել է, ինքը տարել, հասցրել, պահել, ժամանակով, վայրկյանով իր ասածը կատարել է։ Եվ երկրորդ կարևոր բանը հետևյալն է, եւ եղբայրների խոսքի մեջ դա նկատվավ, այս նախադասությունը կար այսօրվա քարոզի մեջ, թե ում ձեռով ենք մենք կանչվել։ Սա շատ կարևոր է, եղբայրներ քույրեր, թե մեզի ով է կանչել։ Երբ որ Տերը տեսավ Նաթանայելին, չէ, ինքը ասեց, որ դեռ Փիլիպոսը չկանչած, ես քեզ տեսա, որ թզենու տակն էիր։ Եվ երրորդ կարևոր միտքը նա է, որ այս նախադասության մեջ, թե ինչի համար ենք մենք կանչվել։ Եվ այս մասին առանձին, այդպես կետերով, խոսքերով ես դուս էի գրել, որ զրուցենք, խոսենք, բայց այդպես ուզում եմ ամփոփիչ ասեմ, եղբայրներ քույրեր։ Եթե նայենք մի օրինակ Աբրահամին, Սառային, եւ գրված է, որ Աբրահամը Սառան իրանց օրերը անցկացրել էին եւ ծերացել էին եւ Սառային դադարել էր, մեռած էր իր մարմինը, կանանց պես գնալը, բայց քանի որ հավատարիմ համարեց խոստացողին, ինքը հավատարիմ համարեց խոստացողին եւ դրա համար իրանից սկսեցին ծնվել, ինքը չնայեց մարմնին, շատերը հավատքի կյանքի մեջ լիարժեք չեն նվիրվում, ինչու համար, որտեվ չեն վստահում, որ Աստված կարող է տանել, հասցնել տեղ։ Եվ Սառան եւ Աբրահամը ինքը իրանք չնայեցին, որ իրանցից հույս չկա, իրանք չնայեցին, որ անհնար է իրանց կողմից։ Շատերը ինչի չեն տրվում Աստծուն լիարժեք, որտեվ ասում են մեզանից բան դուրս չի գա, մենք չենք կարող ապաշխարել, վերջապես տեսնելով իրանց կյանքը, վիճակը, մտածում են դա իրանցից հեռու է, բայց Տերը հետարքիր բան ասեց, միթե Աստծո մոտ ինչ կա, դժվար մի բան կա, ինքն էր ասել, իհարկե Սառայից անհնար էր, բայց ինքն էր ասել, եւ գրված է այս խոսքերը ուզում եմ հատուկ կարդամ Ծննդոց գրքի մեջ, երբ որ մարդը հավատարիմ չի համարում Աստծուն, իր
աստվածապաշտությունը ուրիշ ընթացք ունի։ Ինքն է տանելու, ինքն է պահելու, ինքն է օրհնելու, ինքն է ողորմելու, ինքն է մեզ հասցնելու տեղ։ Դա մեր խելքն ու շնորհքը չէ։ Դրա համար ես ուզեմ կարդամ Ծննդոց այս համարները 21-րդ գլուխ առաջի խոսք։ Եվ Տերը այցելություն արավ Սարային, ինչպես ասել էր, եւ Տերը արավ Սարային, ինչպես որ խոսել էր։ Սա Սարան, որ ինքը իրանից ոչինչ հույս չուներ, իր անձից, մարմնից, ոչ մի հույս չկար եւ Աբրահամից, իրանց օրերը անցկացրած էին, բայց հավատարիմ համարեցին խոստացողին եւ հավատացին, որ Աստված ասել է կանե։ Աստված քեզ խոսք է տվել տանել, հասցնել երկնային արքայության, նա որ ասել է կանե։ Եվ Աստվածապաշտությունը, այդպես գրված է Պետրոսի թղթերի մեջ, որ Աստված գիտե Աստվածապաշտներին փրկել ինչից փորձանքից։ Կիմանաս, այդ եղբայրներ քույրեր, սա շատ կարևոր բան է, որտեղ մարդը, երբ որ չի ճանաչում Աստծուն, այս կյանքը ապրում է առանց Աստծու, դա հնարավոր չէ։ Մարդը, որ իր ներքին աշխարհում չունի այդ տեսողությունը Աստծո խոսքի վրա եւ իր ուշադրությունը ավետարանի վրա չէ, ինքը եղբայրներ քույրեր մենակ կմնա։ Ինքը հավատարիմ համար է խոստացողին եւ Պողոս Առաքյալը շատ եկեղեցիների մեջ գրել է եւ ասել է. հավատարիմ է նա, որ կանչեց ձեզ եւ կանե էլ։ Ինքն է անողը, ինքը խոսք է տվել, որ մեզ կհասցնե, ինքը ունի այդ զորությունը, ինքը ունի այդ ուժը, իր խոսքը կենթանի է, ինքը կարող է տեղ հասցնել, ինքը կարող է փորձության մեջ լինել քո կողքը, ինքը կարող է քեզ օգնել, ինքը կարող է քեզ ազատել եւ գրված է այնքան Տերը հավատարիմ է, որ քո կարողությունից վեր փորձվելու ինքը թույլ չի տա։ Կիմանաս, այլ ելքը կպատրաստե, ինչքան ելքեր է Տերը պատրաստե, ինչքան փորձություններից է մեզ ազատե, ինչքան դժվարություններից է։ Պողոս Առաքյալն ասում է Թեսաղոնիկեցիս երկրորդ Թեսաղոնիկեցիս մեջ ասում է աղոթք արեք, որ ազատվենք անզգամ, անհնազանդ մարդկանցից, որտեղ հավատքը ամենի բան չէ եւ հավատարիմ է Աստված, որ ցես կպահե։ Ինչքան հավատացյալներ են եղել ձեր կողքը, որ եղել են անհնազանդ, չեն հաստատվել, չեն սիրել Աստծուն, ինչքան հավատացյալների հետ եք ապաշխարել, որոնք ուրիշ ընթացք են ունեցել, բայց Տերը նայում է ներքին աշխարհը, ինչպես տեսավ Աբրահամի ներսն ու ապագան, ինքը ամեն բան գիտե, ներսդ համաձայն է ապրելու իր հետ, ինքը պահելու է։ Եվ պահել է ձեզ, եւ ելի կպահե, եւ կհասցնե իր երկնային արքայության։ Մարդիկ կան, այս վերջերս մեկին ասի, որ եկել էին պաշտամունքի, այդպես հարցրեցի, թե ասեց, չէ, մեր բարեկամն էր, ուղղակի ասեց, եկել էր, այդպես խնդրել, բան արեց, ինձի ասեց, եկա, դե ուղղակի իր խոսքից չանցա, եկա, բայց դե վերջը ինքը մարդը, որ Աստծուն գալուց չի տեսնում Աստծո ձեռքը, չի տեսնում Աստծո ձեռքը, ով է մեզ կանչե, հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցաք։ Եվ Պողոս Առաքյալը, երբ որ դարձի եկավ, ինքը ավելի խորը տեսավ, եւ Երեմիային Տերը ասեց. «Ձեզ որովայնում չստեղծած, ես ձեզ գիտեի»։ Եվ Պողոս Առաքյալը ասեց. «Աստված օրհնյալ է, որ ինքը իմ մոր որովայնից որոշեց եւ ինձ ընտրեց»։ Եվ այնքան լուսավորվել էր, որ իր անցյալը իր աչքերի առաջ եկավ։ Չգիտեմ որ տարիքից է ապաշխարել, բայց տեսավ Տիրոջ ձեռք անգամ այն ժամանակ, թե Տերը ինչպես է իրան պահել, օգնել, հասցրել այդ օրվան եւ մոր որովայնից կանչել։ Եվ երբ որ մարդը աստվածապաշտության մեջ չի տեսնում Աստծո ձեռքը, որ ինքը կանչվել է, եւ հեղինակը Տերն է, որ մեզ կանչեց։ Հիմա որ ասենք, ես մեկին ասեմ, գնա այն մի եղբորը կանչիր, հա? Մեկին ասեմ, գնա այն մի եղբորը կանչիր, եւ եղբայրը գնա կանչի, գա իմ մոտ։ Կանչողն ով եղավ։ Հեղինակը ով եղավ կանչելու։
Տերն է որոշե, ինքն է ուզել։ Երբ որ մենք մեր աստվածապաշտության կյանքի մեջ մարդն ենք տեսնում, մեր կռիվը միշտ մարդկանց հետ, մեր հարաբերությունների մեջ, ընթացքի մեջ, տեսնում ենք, վիճում ենք, մարդուն ենք բերում, չենք տեսնում, ինչպես Հիսուսը ասեց Պիղատոսին, դու իմ վրա ոչինչ իշխանություն չէիր ունենա, եթե երկնքից տրված չլիներ։ Այո, աստվածապաշտությունը մարդուն չի տեսնում, իր փորձությունների մեջ, մարդկային հարաբերությունների մեջ մարդուն չի տեսնում, ինքը տեսնում է Տիրոջ ձեռքը, ով է իրան կանչել եւ ինչու համար։ Վերջապես ինչու համար է Տերը կանչել։ Տերը մեզ կանչել է դեպի նրա որդու Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Ես շատերից եմ լսել, ասում են Կիրակի օրը գնանք, հաղորդվենք, Աստծո խոսքը լսենք, պաշտամունքին ներկա լինենք եւ այդպես, չգիտեմ, պատարակին ներկա լինենք, Տիրոջ հաղորդվենք, բայց հաղորդակցությունը, եղբայրներ, քույրեր, դա աստվածային բնությանը հաղորդ լինելու մասին է։ Հիսուսը ասեց. ինձնից սովորեք եւ ինձի նմանվեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Աստված մեզ կանչել է հաղորդ լինելու ոչ թե մի ժամով, 2 ժամով, Աստված մեզ կանչել է, որ իր որդու կյանքը մեր մեջ տնի, որ մենք կարողանանք իր առաջ երևանք, որտեղ Հիսուսը ինքը ասեց. ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Եվ դա ինչ է նշանակում։ Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Ինքը, եղբայրներ, քույրեր, մեզ կանչել է Հայրը մի նպատակի համար, ոչ թե անփորձանք, անհոգ ապրելու, այս աշխարհում, չգիտեմ, աղոթենք մեքենայով փորձանքի չգանք, աղոթենք երեխաները, չգիտեմ, լավ լինեն, փորձանք չլինի, ապահով լինեն։ Աստված մեզ կանչել է իր որդու բնությանը հաղորդ լինելու, ավետարանի հոգին ունենալու։ Աստված մեզ կանչել է, իսկ դա կլինի աստվածային բնությանը հաղորդ կլինենք աշխարհի մեջ եղած ցանկություններից հեռու փախչելով։ Մենք չենք կարող այսպես մենք գանք մի ժամով հաղորդ լինենք եւ ապրենք մեր ցանկությունների մեջ։ Աստծուն դա հաճելի չէ։ Եղբայրը հիշեցրավ, Գրիշ եղբայրը հիշեցրավ, Պողոս առաքյալի հավատքը ինքը ասել էր, որ ինձ նմանվող եղեք ինչպես ես Հիսուս Քրիստոսին։ Եթե Հիսուս Քրիստոսին մեր հավատքը չի նմանեցնում Աստծո որդուն, դա, չգիտեմ, երկրավոր հավատք է, մարդկային հավատք է։ Տերը մեզ կանչել է ինչ նպատակի համար, որ իր որդու կյանքը աստվածային որդու միջոցով աստվածային կյանքը մեր մեջ տնե եւ մենք նմանվենք Աստծուն սիրելի զավակների պես։ Դրա համար է մեզ կանչել։ Ինքը հավատարիմ է, որ խոստացավ եւ կանել։ Եվ Թեսաղոնիկեցիս թղթի մեջ գրված է, չէ՞, եւ ծեր բոլոր հոգին, շունչը, մարմինը անարատ պավի, ով պիտի պահե, Տերը խոստացել է նա կանե։ Երբ որ մենք չենք վստահում Աստծո խոսքին, մեր հավատքը չունի արդյունք, մեր աստվածապաշտությունը, եղբայրներ, քույրեր, կարող է մի օր վերջանա, բայց Տերը ասում է. օրհնյալ է Աստված, որին ոտքերս պահեց գայթակղվելուց։ Այսօր ինչքան մարդիկ են գայթակղվում, մարդ են տեսնում, ասենք մի հարցից մեկը ինչ որ խռովել է, դժվարություններ կա, այդ նույն հարցը ձեզ հետ չի պատահել, Այն մեկը, որ ասենք գայթակղություն է ապրում, դժվարություն, ինչ որ մարդկանց, այդ նույն բաները դուք չեք տեսել, չեք լսել, ապա ինչի եք մնացել հոգևոր կյանքի մեջ, որտեղ ներսդ ուզում է Աստծուն պաշտել, Տերը կհաստատե քո ոտքը, որ գնաց կշեղվի իր ճամփաների մեջ։ Տերը օրհնեց ես, եղբայրներ, քույրեր, նա մեզ կանչել է իր բնությանը հաղորդ լինելու, նա մեզ կանչել է Քրիստոսի հոգին ունենալու։ Ես մի ժամանակ առաջ եղավ առիթ, որ ինչ-որ մեկի հետ խոսում էի հավատքի մասին, մի երիտասարդ կար, որ իր հետ զրուցեցինք, ինքն էլ հավատացյալ էր, մեր մոտ չէր։ Եվ այդպես ինձ հետ խոսում էր Աստծո խոսքից, եւ ես ուշադրությամբ, հանգիստ, առանց այդպես լարվելու, լսում էի իրան, եւ ինքը կարծես, որ ես չէի արձագանքում,
ինքը որպիսի վստահություն այդպես հաղորդեր իմ մեջ, ասեց ախպեր ջան, ասեց կյանքից ենք խոսում, օդից չենք խոսում, ապրած ունենք, եւ ես հասկացա, որ այս երիտասարդի ներքին աշխարհը անհաղորդ է ավետարանի կյանքին, որտեվ Հիսուսը իր անձը չէր ցույց տալիս, ինքը տեսա, որ ես այն հավատքը չեմ ընծայում, այդ խոսքերի մեջ ինքը ուզեցավ հավատ ներշնչել եւ այդպես իր երիտասարդ կյանքից, որ ինքը դեռ շատ ուներ ապրելու, սովորելու, այդպես մեզ խոսած, մեզ խոսալը հոգևոր կյանքից չէ, եղբայրներ քույրեր, մեր ժամանակներում մենք նայում ենք, մեր ժամանակներում ես այդպես ուշադրություն եմ դարձնում, երբեմն տեսնում եմ Աստվածաշունչի բառերով, բայց աշխարհի հոգով։ Եվ Սուրբ Գրքի մեջ ես մտածում եմ, ովքեր դուրսն են մնալու, դրան դուրսը, չէ, 5 իմաստուն կույսերը, 5 հիմար կույսերը, չէ, դուրսը մնացին, եւ տեսնում եմ, այս վերջերս նայում եմ իրանց խոսքերը, իրանց արտահայտությունները, տեսնում եմ, որ մնացել են Աստվածաշունչի նախադասություններով, բայց աշխարհի հոգով։ Եվ 5 հիմար կույսերը ինչ ասացին, տվեք մեզ ձեր յուղից, դա ուզելու ձև է, տվեք մեզ ձեր յուղից, դա ուզելու ձև է, իսկ իմաստունները իրանց փրկությունը կուզեին, չասին չենք տա, գնեիք, ունենայիք, իրանց մեջ կար հետևյալ հոգին, մեզ եւ ձեզ կարող է չբավականեցնե, գնացեք, արեք, միգուցե հասցնեք, էլի փրկվեք։ Տարբերություն կա այս խոսքերի մեջ, հա? Մարդիկ ավետարանը, եղբայրներ քույրեր, լտեսեք հայր Աբրահամը դժոխքի մեջ եղած մարդուն ինչ է ասում, որ ասում է լեզու թրջիր, չէ, ջուրը թրջեմ լեզուս, ասում է ворցյակ իմ, հիշիր դու, կիմանաս, դժոխքի մեջի մարդու հետ ինչպես է խոսում Աբրահամը, ворցյակ իմ, եւ չի ասում քո տեղը տեղ է, դու դրան ես արժանի, չէ, այսինքն ինչն էր փոխվել, ավետարանը ինչն է փոխում, մարդու հոգեբանությունը, ավետարան Քրիստոսի հոգին է մեր մեջ տնում, լտեսեք են այգու տերը, որ խոսեց են ծառաների հետ, որ իշքան ծառաներ ուներ իր այգու մեջ, բավականին մեծ մարդ կլիներ, չէ, իշքան ծառաներ ուներ, 9-ին կանչեց, 11-ին կանչեց, եւ իրանց հետ ինչպես խոսեց, իրանց ասեց, ես ես այգու տերն եմ, ինչ ուզենամ, բես կենեմ, չէ, այդպես չխոսեց, իրանց ասեց, միթե ես իշխանություն չունեմ, չէ, որ մենք քեզի հետ պայմանավորվանք մեկ դահեգանի, իշխան մարդ էր, այդ այգու տերն էր, բայց ավետարանի հոգին ուներ, եւ դա, եղբայրներ քույրեր, մեր կյանքում, մեր վարքում, մեր խոսակցականում, ապրելու մեջ դա երևում է, Աստված մեզ կանչել է երկնային կյանքը մեր մեջ տնելու, իսկ Հիսուսը Պետրոսին, որ ասեց նավակը խորը տար, գիտեք ինչ է գրված, ասեց խնդրում եմ նավակը մի քիչ խորը տար, եւ դա ուրիշ կյանք է, եղբայրներ քույրեր, Աստված հավատարիմ է Աստված, որ կանե, ում ձեռով են կանչվել եւ ինչի համար են կանչվել, այս 3 բանը, երբ որ մեզի Սուրբ Գրքից բացվի, Տերը մեզ կպահե, կօրհնե եւ կհաստատե եւ կտանի կհասցնե տեղ, Տիրոջ անունը փառավորվի, ամեն